Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչի դեմ։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում և վիրավորում է աշակերտներին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քարոզում է սիրել թուրքերին։ Դե իսկ դպրոցի աշակերտների ժարգոնային խոսելաձևը, հորը սարևասելն ու ծնողների ծիծաղից ուշագնաց լինելը մի ուրիշ անհանգստության ալիք է բարձրացրել համացանցում։ Հայ հայտնիներից ոմանք իրենց ինստագրամյան սթորիս բաժնում անդրադարձ են կատարել աղմկահարույց դեպքին, տարբեր մտքեր արտահայտելով, միևնույն է, նրանք կիսում են նույն կարծիքը՝ չի կարելի ուսուցչի հետ նման կերպ վարվել։ Անկախ իրադարձությունների մանրամասներից հայտնիները դեպքերը բռնության են որակել ուսուցչի հանդեպ։ Լրագրող Անի Քոչարը կիսվել է իր կարծիքով, նշելով, որ սա մեր հավաքական կերպարն է, մենք ազգովի պարտվել ենք։ Լրագրողի խոսքով, սա այն ծնողների երեխաներն են, ովքեր տիկտոկյան և ինստագրամյան հարթակում հետևում են աղբի, դիտում են մարմնավաճառների տեսանյութեր, հրճվում են, իսկ սերունդն էլ տեսնում ու կրկնօրինակում է։ Մոդել հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն էլ գրել է. «Իմ կարծիքով, մենք հասել ենք մի կետի, որտեղ երեխաները կարող են ազատորեն վիրավորել ուսուցիչներին, իսկ ամենավատն այն է, որ երբեմն ծնողները ոչ միայն չեն նկատում այս անընդունելի վարքը, այլ նույնիսկ հպարտանում են դրանով։ Սա խոսում է ոչ միայն դաստիարակության բացակայության, այլ նաև ընտանիքի կողմից սահմանների, հարգանքի և պատասխանատվության գաղափարների կորստի մասին»։ Արա Ղազարյանը ևս անդրադարձել է թեմային ու նշել. «100%-անոց խուժանապետություն ա, խորհուրդ ա անում «Բարդակ», դուք գյուղի դպրոցի վրա եք զարմանում։ Ինչպիսին վարչապետն ա, այնպիսին խորհրդարանն ա, նույնպիսին թաղապետարանն ա, բնականաբար նույն կարգի էլ պետք է դպրոցը լինի, թե բա կրթվելը նորաձև ա։ Էս կադրերը նայելով ուղղակի ուզում ես հետ տաս, հերթով բոլորի դեմքին, յախք», գրել էր Արա Ղազարյանը։ Դերասանուհի Սիլվի Բարկովան և երգչուհի Շպրոտն էլ իրենց ուղերձը հղել են տեսանյութի միջոցով։ Դրանք առաջարկում ենք լսել առանց մեկնաբանության։ Նոր առավոտ նայում էի, թե ազգային ժողովում ինչա տեղի ունենում։ Նոր էլ է դպրոցի ուսուցչուհուն, չգիտեմ որ շրջանի, էդ ինչ արին։ Էն որ speechless, անգլերեն մի հատ բառ կա, որ խոսելդ մոռանում ես։ Speechless. I am speechless, թարգմանեք այս բառը։ Խոսքեր չունեմ։ Նես չի չեմ ուզում խոսամ, արտահայտվեմ, բայց էդ ինչ էր երեխեք, ազգային ժողովից ավելի ահավոր էր։ Այսինքն, եթե ազգային ժողովում նման բաներ ա լինում, չպիտի զարմանանք, որ ժողովրդի հոգեվիճակն էլ, ախր հոգեվիճակը չէ, ինչ ա կատարվում իմ հայ ժողովրդի հետ։ Մի հատ նախադասություն կարամ ասեմ, Աստծո բացակայություն, Աստծո բարոյական նորմերի բացակայություն, ինչքան կարևոր ա, չէ, Աստված մեր կյանքում ժողովուրդ, երբ որ դու կորցնում ես Աստծուն, դու կորցնում ես քո բարոյական նորմերը և ընդհանրապես բարոյականությունը էդի մենակ էդ էրոտիկային չի վերաբերվում։ Ես ինչ ա կատարվում Հայաստանում, երեխեք լացս գալիս ա, ինչքան ես ինչ ա կատարվում Հայաստանում։ Ուրեմն ով որ չի նայել, հլը ազգային ժողովից չենք խոսում, հա։ Ուրեմն մի հատ ուսուցչուհի կա պատմության, բոլորը դժգոհ են, դե հաստատ պատճառ կա, որ բոլորը դժգոհ են ուսուցչուհուց, որ ասում է չկա ծուխ առանց կրակի, հա, տենց են ասում, չկա կրակ առանց, ոբշում, տես մի հատ բառ կա, դժգոհ են ուսուցչուհուց, ինչ որ ծամոն ա ծամում, անտարբեր ա երաժշտություն ա լսում, համ ծնողներն են դժգոհ, համ երեխաները, և չեն ուզում այդ ուսուցչուհու հետ աշխատեն, ինքն էլ պաշտպանվում ա մենակ, պատի տակ կանգնած, ինքը մենակ, մի 50 ծնող և երեխաներ, էդ ինչ են անում էդ ուսուցչուհուն, Աստված ջան,
Նույնիսկ եթե ինքը շատ մեղավոր է, դուք դատաստան եք ուզում տեսնեք, լավա քարերով չեք խփում։ Իսկ ինչ եք անում։ Երեխաները 13 տարեկան տղա երեխեք, 12-13։ Էդ ինչ ձև են խոսում։ Ծնողներն էլ մի պահ ասում է հորը Սարև, անսպասելի այդ երեխեն, ծնողները սկսում են ոչ թե ծիծաղալ, այլ ղժալ, որ յանի հումոր էր։ Նայեք, ես հավատում եմ, որ երեխաների շուրթերին ճշմարտություն լինում է, երեխաները անարդարության ժամանակ իրանք վրդովվում են։ Ես հավատում եմ, որ այդ երեխեքը ինչ որտեղ ճիշտն են ասում, հա, բայց ոնց են ասում։ Եվ ծնողները իդ ինչ դուք ես իրավունք չունեմ ծնողներին ասեմ ոնց եք դաստիարակում ձեր երեխեքին, բայց այնքան տհաճ էր կողքից ժողովուրդ ջան ձեզ նայելը։ Երբ ազգային ժողովում է սենց բազարներ լինում, արդեն հիմա առաջ ինչ որ անձնական վիրավորանքներ տեն շատ չէր հնչում։ Հիմա արդեն վարչապետը ասում է համբալ, այն մեկը հայհոյում է, այն մեկը պատասխանում է այդ հայհոյանքին, ձեր ընտանիքը, ձեր լավը, ձեր մայրիկը։ Այն էլ ասում է, որ իմ պապիին ասել է թուրք։ Oh my God։ Ամբիոնից, որտեղ որոշումներ են կայացնում, լուրջ երկրի համար, ժողովրդի համար, իրանք ժողովրդի ծառաներն են, չէ՞ պատգամավորները, ովքեր են, ժողովրդի համար են ծառայում, աշխատում են, հասկանում են, որ կարաս ներվերը չհերիքի, բայց են որ Նիկոլն ասում է մարդ ենք, այն որ մասիվցիները իրար ծեծում են, բայ դա ինչ էր, Աստված ջան։ Ոչ ոք աշխատանքից չի հեռացվե։ Երևի որտեվ ԿՊԱ-ական են, ասում դե մարդեն կարան էմոցիաներին տրվեն։ Եթե տանն ես եւ էմոցիաներիդ ես տրվում, ասենք ընտանիքիդ անդամների մոտ, դու վնասում ես ինքդ քեզ եւ մաքսիմում քո ընտանիքի անդամներին, բայց երբ որ դու քաղաքական գործիչ ես, քո վրա լուրջ պատասխանատվություն կա, դու իրավունք չունես այդտեղ ներվային անասախր այդ աստիճանի, որ հայհոյես, ասես համբալ, ծեծեն իրար, հետո էլ պաշտպանես, ասես նորմալ։ Դե եթե պրինցիպի ալենը թքում է քաղաքացու վրա, որտեվ խորը վիրավորվել էր, Էս ինչ էր ես դպրոցը, Աստված ջան։ Ես միշտ փորձում եմ ձեռնպահ մնալ եւ յուրաքանչյուր իրավիճակում եղելության հետ կապված իմ կարծիքը չարտահայտել, բայց խոսքը վերաբերվում է ուսուցչուհուն եւ իսկապես երբ որ ես տեսա այդ ուսուցչուհուն, այնքան մեծ ցավ ապրեցի, չգիտեմ, պետք չի հոգեբան լինես կամ շատ բարի մարդ, որ հասկանաս տվյալ մարդու հոգեվիճակը եւ հասկանաս, չգիտեմ, շատ բաներ հասկանաս իրականում, շատ ցավալի է։ Ու ես ուզում հասկանալ, երբանից մենք տենց մուսիկի, պուսիկի, ստասիկի, պասիկի ազգ դարձանք։ Չէ, անկեղծ, հա, այն որ ձևիստ ենք, այն որ ասենք, չգիտեմ, մի քիչ ձևական ենք, բան, հա, այդ եղել է, ու այդ իր համն ու հոտն է ունեցել, որովհետև շատ ավելի լիքը ադեկվատ մարդիկ են եղել, որոնք այդ ձևիստներին, ասենք, չգիտեմ, հումորով են մոտիկացել կամ ասել են լավ։ Բայց հիմա այդ չափից դուրս փամփլիկ լինելը չակերտավոր, հա, ամեն հարցի շուրջ, մարդը ոնց նստեց, ոնց խոսաց, ինչ արեց, ինչ կերավ, չգիտեմ, ում տան տառականի վրա կանգնեց, ում տան ճանջին սպանեց, ոչ ադեկվատ է, հասկանում եք։ Ազիզ ջան, որ ասում ես ինքը յասաման է կերել, ու ինքը գիժա։ Դու չես կերել, ես կերել եմ։ Վստահ եմ քո ծնողներն էլ են կերել։ Հələ իրանց հարցրու, այդ յասամանի ծաղիկների մեջ կան եւ դառը եւ քաղցրը։ Ես մինչեւ հիմա հիշում եմ։ Մեր ազգի 99%-ը այդ յասամանից գոնե մի անգամ կերել է։ Դա մարդուն գիժա դարձնում։ Ուր ենք հասել մենք։
Ես սովորել եմ Երևանի կենտրոնի դպրոցներից մեկում, այսինքն երկուսում, եւ Սարյան դպրոցում, որտեղ որ ես սովորել եմ ռուսական, այնտեղ եղել են նույնիսկ պատգամավորի երեխաներ, չգիտեմ, բիզնեսմենի երեխաներ, մեր հետ սովորել են, հասկանում եք, եւ ես ունեցել եմ ուսուցչուհիներ, որոնք իրենց տան խնդիրների մասին մեզ հետ խոսել են։ Գիտեք, մեր դասարանում էլ ենք ունեցել անկարգ տղաներ, ակտիվ տղաներ, հասկանում եք, բայց այդ տղաներից որևէ մեկը երբեք այդ ուսուցչուհիներից որևէ մեկին չի ասել դուք գալիս եք եւ ձեր ընտանիքի խնդիրները մեր հետ խոսում եք։ Ես մաթեմատիկայի դասատուի եմ ունեցել, իր առարկան ընդհանրապես չեմ հիշում, այդ կոսինուս, սայն, տանգես, մոտանգես, բայց ես Գուգոյին հիշում եմ իր տղուն, բայց երբեք չեմ տեսել